Եթե Հայկը եղել է մի քանի քաղաքակրթության ծրագրի հեղինակ, Հալդն ու Խալդը ի սկզբանե Արամազդի կողմնակից բոլոր ազգերի անհատական մարդկանց ծրագրերի հեղինակներն են։ Այսինքն, անհատական ծրագիրը գրվում է 2 տարով նրանց կողմից և տրվում է մարդուն 7 տարեկանից հետո։ Մինչև 7 տարեկանը երեխայի ամբողջ գործունեության և ճակատագրի համար պատասխանատու են ծնողները։ Այնպես չի, որ 7 տարեկանից հետո ծնողները այլևս պատասխանատու չեն, բայց երեխան սկսում է առաջին ինքնուրույն քայլերը, ինքնուրույն վերլուծելու փորձերը, իրականությունը և սկսվում է իմիջիայլոց երեխայի նաև վարկանիշը փոփոխվել, 8 տարեկանից է դա սկսվում։ Հալդն ու Խալդը հաշվի առնելով տվյալ հոգու բոլոր վերամարմնավորումները, նրա անցած ճանապարհը, ընդունակությունները, կուտակած փորձը, գիտելիքները եւ այլն, գրում են ծրագիրը հոգուտ մարդու։ Այսինքն, ծրագիրը գրվում է այնպես, որ տվյալ հոգին վերամարմնավորվելիս հնարավորություն ունենա արգելքները հեշտ հաղթահարել։ Այսինքն, այն անմահության հասնելու ճանապարհին հնարավորինս օպտիմալ ճանապարհով անցնել, արգելքների հաղթահարումը լինի ավելի հեշտ։ 2 տարին մեկ ոչ թե ամբողջությամբ փոխվում է մարդուն տրված ծրագիրը, այլ 2 տարվա արդյունքում նրանք տեսան մարդը ինչպես իրեն դրսևորեց, ինչում տուժեց, ինչում շահեց, ինչ քայլ արեց, դեպի որ ուղղությամբ է զարգանում նրա մտածելակերպը եւ այլն, եւ փոփոխությունները հաջորդ 2 տարվա համար կատարվում են ըստ այդ եզրակացությունների։ Այսինքն, երկնային տեր տիրուհիներից հետո Հալդը եւ Խալդը ունեն տիեզերքում ամենամեծ գործառույթը, ամենակարևոր։ Եվ մնացած բոլոր դիցերը իրենց օգնականներով եւ մնացած բոլոր հոգիները ենթակա են իրենց գործունեության Հալդին եւ Խալդին։ Եվ հաշվետու են նրան եւ նրանց տնօրինության տակ են Սա ընդհանուր համատեղ աշխատանքա բոլորի, որի գլխավերևում կանգնած են Հալդը եւ Խալդը։